Ռուսաստանը հարվածել է Կիևին, մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, ջեռուցման անջատումներ են եղել։ Վիրավորվել է առնվազն 25 մարդ, հայտնի է 3 զոհի մասին։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական շուրջ 250 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Ռոստովի, Օրենբուրգի եւ այլ մարզեր։ Պենզայի, Սարատովի եւ Տամբովի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալով ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով վնասվել է Շեսխարիսի նավթամբարը։ Բարդ է իրավիճակը ռազմադաշտում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ թեժ մարտեր են գլխավորապես Կուպյանսկի, Լիմանի, Սևերսկի, Կոնստանտինովկայի, Պոկրովսկի, Միժնոգրադի եւ Գուլյայպոլեի ուղղություններում։ Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությանը պատկանող հրշեջ ինքնաթիռ է կործանվել, ավելի վաղ ռադարներից անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Խորվաթիայում։ Օդաչուն զոհվել է։ Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 թուրք զինծառայողների մարմիններն էլ արդեն տեղափոխվել են Անկարայի Մյուրտեդ ռազմաօդային բազա։ Այժմ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Ավիավթար է եղել նաեւ Ռուսաստանում, Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ Սու-30 ինքնաթիռ է կործանվել։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Համասը Իսրայելին է հանձնել ևս մեկ պատանդի աճուն։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ այն Գազայի հատվածում Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցվել է Ցահալին։ Թել Ավիվում նույնականացում կիրականացվի։ Նախկինում դեպքեր են եղել, երբ շարժման փոխանցած մարմինները չեն պատկանել հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց։ Համասը պետք է վերադարձնի ևս 3 պատանդի աճուն։ Իսրայելական կողմը կոչ է արել Համասին շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերադարձնել բոլոր աճունները։ Պաղեստինյան շարժումը հայտարարում է, որ աշխատում է գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, սակայն մարմինների մեծ մասը փլատակներում է, ինչը բարդացնում է որոնումը։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել էր, եթե Համասը խախտի հրադադարի գործարքը եւ չվերադարձնի բոլոր աճունները, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները։ Բրիտանական BBC ընկերությունը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից, սակայն հրաժարվել է փոխհատուցում վճարել։ Օրերս ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ պատրաստվում է դատի տալ BBC-ին 2024 թվականի վավերագրական ֆիլմում իր ելույթը խեղաթյուրելու համար։ Ֆիլմի հեղինակները մոնտաժել են 2021 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Թրամփի ելույթը, ինչի հետևանքով տպավորություն էր ստեղծվում, որ նա բռնության կոչ է անում իր կողմնակիցներին։ Դոնալդ Թրամփի թիմը նամակ էր ուղարկել կորպորացիային նախազգուշացնելով, որ $1 միլիարդ չափով փոխհատուցում պահանջելու, եթե վավերագրական ֆիլմը չհեռացվի լրատվամիջոցի հարթակներից։ Սկանդալի ֆոնին BBC-ի գլխավոր տնօրենը եւ BBC News-ի լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են ներկայացրել։ BBC-ից խոստացել են, որ չեն վերահեռարձակի հաղորդումը։ Ընդունում ենք, որ մեր մոնտաժի պատճառով սխալ տպավորություն է ստեղծվել, ասված է BBC-ի հայտարարության մեջ։ Դիանա Գասպարյան, լուրեր։